Ինչով գեղեցիկ հնչեց այս վերջին երկին բարերը, որ գսե ինչ քաղց պիտի ըլլա հրջվանք, երբ փրկիչ քեզի հետ միանանք։ Իսկապես մեր փրկիչին հետ միանալը հրջանք պիտի ըլլա մեզի, ուրախություն պիտի ըլլա։ Եվ ինչով համընկնեցավ, գապ ունեցավ այսօրվա գարտացված հատվածին հետ, որ չենք գիտեր երբ պիտի կադերը, չենք գիտեր երբ պիտի այցելե, բայց մեզի գսե սկուշ կեցեք, արթուն կեցեք, սկուշ մնացեք, աղոտ կրեք, որովհետև չենք գիտեր երբ է, որ դերը երկրորդ անգամ ևս պիտի կա։ Եվ մեզի կմնա որ միշտ պատրաստ եւ արթուն ըլլանք։ Ամեն։ Անցյալ շաբաթ մենք միասին խոսած էինք, որ պիտի շարունակենք ինչ որ անցյալ շաբաթ սկսանք միասին։ Եվ գուզենք այսօր այդ մեր խոստումը իրականացնել։ Ուրեմն մենք անցյալ շաբաթ քարոզեցինք մանանեխի հադիգին մասին։ Եվ խոստացանք, որ այս շաբաթ պիտի քարոզենք, պիտի խոսենք եւ մտածենք թթխմորի արագին մասին։ Եկեք միասին գարտանք, որովհետեւ մեր մտքերը ավելի լուսավորվին, ավելի կարողանանք հասկանալ եւ թույլ տալ, որ Աստծո խոսքը յուրաքանչյուրիս իր խոսքը ասե։ Ուրեմն Մատթեոս ավետարան 10-րդ գլխուն 31-35 համարներն է, որ պիտի գարտամ։ Ուրիշ արագ մնալ հարաճ բերավ անոնց ու ըսավ. Երկնքի թագավորությունը մանանեխի հադի նման է, որ մարդ մը արավ իր սրդի մեջ, իր արդի մեջ ցանեց։ Ան բոլոր սերմերեն բզդիգ է, բայց երբ աճի, բոլոր հոդեղեններեն մեծ ձար գլա, այնպես որ երկնքի թրջունները գուքան եւ անոր ջուղերուն վրա գահանքչին։ Ուրիշ արագ մնալ ըսավ անոնց. Երկնքի թագավորությունը խմորի նման է, որ գինը արավ, 3 քրիվ ալյուրի մեջ բահեց, մինչև բոլորն ալ խմորվեցավ։ Հիսուս այս ամեն բաները արագներով խոսեցավ ժողովրդին։ Առանց արագի բան մը չեր խոսեր անոնց, որպեսզի գադարվի մարգարեին միջոցով ըսված խոսքը, արագներով պիտի բանամ իմպերանս ու աշխարհի սկիզբեն իվեր ծածկված բաները հարաճ պիտի բերեմ։ Ամեն։ Կտեսնենք, որ ինչպես անցյալ անգամ խոսեցանք, որ Աստծո թագավորությունը խոնար սկիզբ կունենա։ Աստծո թագավորության սկիզբը խոնարհությամբ կսկսի, բզդիկ կսկսի, բայց ժամանակի ընթացքին գմեցնա, ժամանակի ընթացքին գաջի։ Մանանեխի հադիգին պես, որ խոսեցանք և սերդեցինք, որ որքան փոքր է, բայց երբ որ աճի, անոր ջուղերը մարդու հասակեն ավելի գանցնին և հարյուրավոր հադիկներ գտնվին անոր ջուղերուն մեջ։ Մեկը 100 գլա, 200 գլա, 500 գլա, 1000 գլա։ Աստծո թագավորությունը այդպես է։ Մեր սրտի մեջ բզդիկ կսկսի։ Բայց ժամանակի ընթացքին գմեցնա, գաջի եւ իր արդյունքը կուտա։ Եվ անցյալ շաբաթ խոսեցանք եւ ասենք, որ Հիսուս նաեւ օրինակը կբերե այն թրջուններուն, որ այդքան գմեցնան անոր ջուղերը, որ երկնքի թրջունները գսեգուքան եւ իրենց հանգիստը գտնեն։ Այդ թրջունները նաեւ մենք ենք, որ երբ որ Աստծո խոսքը մեր սրտի մեջ գաջի, մեր հանգիստը գտնենք։ Այդ թրջունները մենք ենք եւ այդ ջուղերը եկեղեցին է, որ գուքանք եկեղեցի մեջ կմասնակցենք բոլոր գործունեություններուն, կարծես թրջունները ինչպես գուքան ջուղերուն վրա կնստին եւ մեր հանգիստը եւ խաղաղությունը գտնենք, երբ որ կովկովի գուքանք, եւ որ Աստծո ժողովուրդը կովկովի գահավաքվի։
Եթե թույլ տանք, որ դերը ցանե, ինչ որ գուզե ցանել մեր մեջ, այն ժամանակ մեր խաղաղությունը, ուրախությունը եւ ապահովությունը գտնենք։ Այսօր կխոսենք միասին թթխմորի արագին մասին։ Մեկ համար է ինքը, երկար չէ, բայց եւ այնպես մեջը հարուստ խորհուրդներ կան, որ պետք է մեզի բեղել, հողը հանել եւ տեսնել, որ դագը ինչ կա հողին։ Գիտեք, շատ անգամներ կտեսնենք հերադեսիրեն, որ շատեր ոսկի կուզեն փնտրել, չէ՞, ոսկին երկրին եզերքը չի գտնվի, ուր կգտնվի հողին դագը, կամ արժեքավոր քարեր կուզեն փնտրել, հողին դագն է եւ կսկսին բեղել, փորել, որովհետեւ արժեքավոր մեդաղները կամ քարերը դուրս անեն։ Աստծո խոսքը նույնն է։ Աստծո խոսքը երեսի վրա չի գտնվիր, այլ պետք է բեղես, պետք է փորես, որովհետեւ խորհուրդներ դուրս անես։ Հիմա եկեք այսօր փորձենք փորել այս մեկ համարը, այս գարջ արագը, որ դերը ինչեր ունի բահված այս արագին մեջ։ Ուրեմն գինը գարնե խմոր գշաղե ալիրով եւ այդ խմորին մեջ թթխմոր գավելցնե։ Թթխմոր, այսօր անգլերենով կսեն yeast, կամ մենք հայերս կսենք մայա, չէ՞, անոր հաց կեպե, կամ զադիգի օրերուն ասենք անուշեղեններ գնե, կամ քեթե գնե եւ այլն, բրյոշ գնե, մայա գավելցնենք։ Գիները գիտեն։ Ինչու համար գավելցնեն մայան։ Որովհետեւ խմորը ուրի։ Հիմա պիտի բացատրենք ադիգա ինչ կնշանակե։ Եվ եթե մայա չավելցնես, ինչ կլա խմորը, ճուրիր։ Փուրին մեջ կտնես, ճուրիր, չեպիր։ Եվ ուրիշ հատկություն անալունի, թթխմորը, որ գագուղ գբահե հացը։ Եթե թթխմոր չի տնես, քարի պես կելլե, չուտվիր։ Թեպե թթխմորը բզդիկ բան մնե, բայց իր կորձը շատ կարևոր եւ շատ մեծ է։ Թեպե շատ բզդիկ քանակությամբ կտրվի, բայց անոր աստեցությունը շատ մեծ է։ Աստծո թակավորությունը ճիշտ այսպես է։ Թեպե անդեսված է։ Աստծո թակավորության խոսքը պատկամը թեպե աշխարհի գոմե անդեսված է։ Մեր սրտի մեջ բզդիկ կերպով կաշխատի, բայց անոր աստեցությունը շատ մեծ է։ Այս երկու արակները նմանություններ ունին իրարու հետ, բայց նաև տարբերություններ ունին։ Մանանեխի հադիգի արագը փառքավաճության մասին է, շատնալու մասին է, աճելու մասին է։ Իսկ թթխմորին արագը փոխվելու մասին է։ Խմորին վիճակը կփոխի թթխմորը։ Առանց թթխմորի խմորը եթե նույնիսկ եփենք չուտվիր։ Պետք է փոխվի։ Խմորի մեջ փամ մգա որ պետք է փոխվի։ Եվ այդ փոխողը թթխմորն է։ Երկու արակներն ալ կարևոր են։ Աճիլ եւ մեծնալը եւ փոխվիլը։ Եվ այս երկուքը մենք կներկայացնենք։ Որ Աստծո խոսքը քալով մեր մեջ, երբ որ թույլ գուտանք, երբ որ գծկենք, Աստծո թակավորությունը գսկսի մեր մեջ աճիլ, մեծնալ, փառքավաճիլ, մանանեխի հադիգի պես։ Եվ նույն ժամանակ Աստծո թակավորության խոսքը մեզի գփոխե, թթխմորի պես։ Եվ մենք եփվելիք խմորներ կդառնանք, որովհետև այլևս բիդանի ենք, գփոխվինք կոր։ Աստծո խոսքը մեզի գսե Քրիստոսի հասագին գհասնինք կոր։ Ասիկա փոփոխություն է։ Ինչպես որ թթխմորը խմորին գնե, այնպես Աստծո խոսքը մեզ մե յուրաքանչյուրին գնե, եթե ընդունենք ադիգա։
Երբ որ թթխմորը գտնենք, երբ որ մայան գտնենք խմորի մեջ, գիները լավ գիտեն։ Ինքը թթխմորը խմոր մնե։ Բայց թթված է, թթված խմոր մնե։ Եվ fermented գսեն անգլերեն։ Եվ դակչուրի մեջ գտնեն գիները, գահալեցնեն, գսեն որ ավելի լավ գլա, եւ այդպես խմորին ալյուրին վրա թափելով գշաղեն։ Եվ ասենք թթխմորը լավ մը գդարածվի խմորին մեջ։ Հիմա քիմիական գերբով ինչ կնե թթխմորը, քիմիակետները գսեն որ ուրեմն խմորի մեջի եղած շաքարներուն գուդե, շաքարը գբաքսեցնե խմորին մեջ եղած եւ երկու բան գարդատրե այդ վիճակին մեջ։ Մեկը անե որ CO2 գազ գարդատրե, carbon dioxide եւ ալկոլի գփոխվի, ալկոլ գլա ինքը։ Ուրեմն աս գազերը որ գգազմվին խմորին մեջ, քանի որ խմորը քոց է, աս գազերը դուրս չեն գնալ պախիլ։ Ուրեմն ինչ կլան գուրին։ Գազերը ուրելու կսկսին, գլոր ուրելու կսկսին խմորի մեջ եւ խմորը ուրելու կսկսի։ Հիմա մեր գիները գիտեն, երբ որ խմորը ուրելու կսկսի, ես մամայիս գիտեմ գսե որ մայան եկավ։ Այսինքն իր կորձը դեսավ։ Եթե խմորը ճուր իր գոր գդաշարակե չեղավ։ Պետք է խմորը ուրի, որպեսի եփվելու պատրաստ լա։ Եվ այս ընթացքը քանի ժամ գուզե, հա, շատ մգիները իր գունը գշաղեն խմորը, գծածկեն, որպեսի արդու ելեն եւ եփելու սկսին։ Մինչեւ արդու ելեն արդեն գահանեն ծածկոցը, օ արդեն խմորը ուրեր է, չէ՞։ Թթխմորը իր կորձը դեսեր է։ Աստծո խոսքը ճիշտ այսպես կնե։ Երբ որ թույլ գուտանք որ մեր կյանքի մեջ շաղվի Աստծո խոսքը, մտնե մեր կյանքի մեջ, խառնվի ամենտեղ, դարածվի ամենտեղ, մենք կսկսենք ուրիլ։ Մենք կսկսենք մեծնալ։ Մենք կսկսենք փոխվել։ Իսկ եթե ադիգա չլա, մեր կյանքը չոր հացի մպես կլա։ Առանց համ ունենալու։ Ասեմ ցեզի, այդ ալկոլը որ գա որ ասենք թթխմորը գվերածվի խմորին մեջ, եփված ադենը ալկոլը evaporate կլա, գգորսվի, okay? Եվ անուշ հոտ եւ համ գուտահացին։ Հիմա երբ որ փուր մգայցելենք եւ հաց կեպենք, որ գսենք որ ինչ աղավոր գհոդի գոր հացը, գիտեք ինչին հոդն է։ Այդ թթխմորը որ գեփի գոր խմորի մեջ անոր հոդն է, որ մենք կառնենք գոր։ Նայեցեք թթխմորին կորձը կարևորությունը որքան էական է եւ Հիսուս ադոր գնմանցն է Աստծո թակավորության խոսքը այդ փոքր թթխմորին գնմանցն է որ բզդիկ բան մնե բայց իր մեծ արժեք ունի իր մեծ կորձ ունի շատ անգամ ներգուքանք այստեղ բզդիկ խոսք մը գլսենք Աստծո խոսքը քարոզ մը գլսենք երկի փար մը գլսենք ահոտ մը գլսենք բզդիկ բան մնե ինչ է որ բայց այդ բզդիկ բանը թթխմորի պես է իր կորձ ունի ønerik Եթե սիրտդ բանաս եւ ընդունիս ինչ որ լսեցիր, ինչ որ ցանվեցավ սրտիդ մեջ, անիկա գփոխե քեզի։ Մի արհամարհեր։ Ոյ մեկ բան որ Աստված բզդիկ բանը գնեք ու յանքիդ մեջ, բզդիկ բանը գցանե, քեզի բզդիկ բանը լսել գուտա մի արհամարհեր։ Թթխմորի պես է։ Թույլ դուր որ քու խմորդ գագուղնա իր կորձը դեսնե։ Թթխմորը այս արագին մեջ թրական գերբով կործածվեցավ։ Եվ որ գսերտեք ասվարաշուչը գտեսնենք, որ միակ օրինակը չէր, որ Հիսուս տվավ թթխմորի մասին։ Թթխմորը նաև կործածվեցավ վատ գերբով, վատ օրինակով։ Եվ հիմա մեկ երկու տեղերը պիտի ասեմ ցեզի եւ պիտի բացատրեմ, որ ճիշտ է անոնց նաև նշանակությունը։ Օրինակի համար օր մի եղավ, որ աշակերտները մորցած էին իրենց հետ ուդերիկ արդելու, հաց արդելու Եվ Հիսուս իր աշակերտներուն ըսավ ըսկուշացեք փարիսեցիներուն եւ սատուկեցիներուն թթխմորեն
Անոն գալսին որ նայ հաց չեն գարած անոր համար մեզի անակ կսեգոր բայց Հիսուս ադոր համար չէր սերգորից որովհետև վերջը բացադրեց եւ ասա որ անոնց հավատքեն անոնց աստվածապանութենեն անոնց թեոլոգիան սկուշ կեցեք սխալ հավատքեն սկուշ կեցեք թթխմորը այստեղը լավ օրինակով չի կործածեց Հիսուս Բողոս Արաքյալը նույնը ասա որ չեք գիտեր արածը որ գսե քիչ մթդ խմորը ամբողջ զանգվածը գխմորե այսինքն բզդիկ նեգատիվ բամը բզդիկ ժխտական բամը ըլադիգա անհնազանդությունը մեղքը սխալ խոսքը ժխտական արդահայտությունը բոլոր մտնոլորտը գխանկարե հիմա ադեններ մենք օրինակ համար ուրախ ասենք արիտներու ներկա կգտնվենք Դարեթարց կլա, նշանդուկ կլա, ամուսնություն կլա, ուրախություն կլա և այդ ժամանակին ժխտական պամը գբադահի մեկը ժխտական խոսք մգսե կամ ադեներ գրիվ գել է, պամը գել է ամբողջ մտնոլորդը ինչ կլա այդ ուրախ մտնոլորդը կխանկարվի մեծ ակնկալությամբ եկած ենք ուրախանալու այդ բզդիկ տեպքը ամբողջ մտնոլորդը խանկարեց Բողոս Արաքյալ ճիշտ ադիգա գսեգոր որ ուշադիր եղեք ադիալ թթխմորի պես է բզդիկ պամ մնե բայց ամբողջ մտնոլորդը գխանկար է մեր յանքի մեջ նույնն է ուշադիր պիտի ելանք որոշ բաները որ ժխտական են նեգատիվ են ըլադիգա մեղ կլա ադի հանցանք մըլլա անհնազանդություն մըլլա վիճակ մըլլա մտնոլորտ մըլլա թույլ չի տանք որ մեր յանքը խանկարվի Թեև այդ բզդիկ բաներ գերևի, բայց անոնց աստեցությունը մեծ կլա։ Եկեք ավելի խորում երթանք այս արագին մեջ։ Ինչ կնեգոր այս թթխմորը։ Այս թթխմորը տրվելով խմորին մեջ գդարացվի գոր։ Ամեն դեղ գերթագոր։ Իր կորձը անելու։ Թափանցող մեկն է։ Գթափանցե։ Եվ իր աստեցությունը գցիկ է գոր ամբողջ խմորին վրա դարբերություն գնե գոր խմորը թթխմորեն առաջ եւ խմորը թթխմորեն վերջ դարբերություն գա իրար մեր կյանքը նույնն է Աստծո խոսքը մեր կյանքը Աստծո խոսքեն առաջ եւ Աստծո խոսքեն վերջ եւ որ գտնունինք զայն թթխմորի պես մեր կյանքը երկուքի կփաշտվի եւ Հիսուս կսե երբ բոլոր խմորը խմորվեցավ ամբողջությամբ ադիգա ցույց կտա որ Աստծո կորձը ամբողջությամբ կնե Աստված ամբողջությամբ կնե իր կորձը մասնագի կորձ չներ եւ որ գինը գշահե խմորը թթխմորը ամբողջությամբ կդարացվի Աստված նույնպես կաշխատի մեր կյանքի մեջ մեր կյանքի ամբողջ բաժիններում մեջ Աստված գուզե աշխատել մասնագի չէ այլ ամբողջական է առանց թթխմորի խմորը պիտի չուրի պիտի մնա այնպես եւ պիտի մնա շատ գարձր անորոմալ անոն ներկայությունը էական է Ինչպես ասի գագրնանք այս օրինակը ինչպես կրնանք յուրացնել մեր կյանքին մեջ, անձնական դարձնել։ Աստված անհայտ կերպով կաշխատի մեր կյանքին մեջ։ Հիմա երբ որ թթխմորը գտնենք խմորի մեջ, չենք տեսներ մեր աչքերով ճիշտ ինչ կլա գոր։ Բայց իր կորձը գնե գոր։ Աստված նույնպես անհայտ կերպով կաշխատի մեր կյանքի մեջ չերևիր բայց իր կորձը գնե ճիշտ ադորամար Հիսուսը սավ Աստծո թագավորությունը ծեր մեջն է մեր մեջը կաշխատի գդարացվի եւ իր աստեցությունը գցիկե արդյոք կերած ենք հացմը որ մեջը թթխմոր չի գա
Կարելի չէ ուտել։ Քարի պես է։ Ոչ համ ունի, ոչ ալ հոդ ունի։ Ոչ ալ գրնաս զամել, եթե պորտես զամել, ագրաներդ պիտի գտրես։ Աստված նույն գերբով գաշխատի մեր մեջ։ Մեզի փոխելու, մեզի համով հոդով հաց դարձնելու։ Ադորամար մեր կյանքը առանց իրեն արժեք չունի։ Առանց Աստծո ներկայության, առանց իր թթխմորին մեր կյանքը գարձր է։ Մեր կյանքի մեջ համ չի գա, մեր կյանքի մեջ հոտ չի գա։ Միան Աստծո ներկայությունն է, որ մեզի բիդանի կդարձնի, որ մեզի մատչելի կդարձնի։ Անորոմար ըսկուշ դառնալու ենք եւ թույլ տալու ենք, որ Աստված իր կորձը ընե մեր կյանքի մեջ։ Ըսկուշ մի դլանք նաև, ինչպես խոսեցանք, որ ինչպես օրինակը դրված է թթխմորին, որ իր լավ օրինակները ունի, բայց նաև իր վատ օրինակները ունի։ Ըսկուշ մի դլանք մեր կյանքի մեջ ալ, որ վատ թթխմորներ չմտնեն։ Ցիկենք, որ միայն Աստուծո մաքուր թթխմորը մտնե մեր կյանքին մեջ։ Որովհետև թթխմորը թեև բզդիկ է, բայց մեծ կերպով, խորունկ կերպով գաստ է։ Ըսկուշ մի դլանք, որ հանգարց փոքր մեղքեր չի մտնեն մեր կյանքի մեջ եւ ադիգա շարունակվին, շարունակական լան, ադիգա մեր կյանքը գաբագան է։ Անորոմար Աստված մեզի միշտ արիթ ու դա իր առջև խոնարելու, խոստովանելու, զղջալու, ապաշխարությամբ գալու, զղջումով գալու, որովհետեւ մենք մաքուր լանք, որովհետեւ մենք բիդանի լանք։ Ըսկուշ մի դլանք, ինչ կտիտենք։ Շատերս հերադեսիլ ունենք, շատերս կոմպյուտեր ունենք, կտիտենք YouTube-ին, հերադեսիլ են եւ այլն, Netflix կտիտենք եւ այլն։ Ըսկուշ մի դլանք ինչ կտիտենք։ Անոնք թթխմորներ են։ Եթե ըսկուշ չլաս քո կյանքիդ մեջ կմտնեն եւ գաբագանեն։ Այսեք Աստծո խոսքը ինչ կսե Պողոս Սարակյալ։ Չար ընկերակցությունը աղեկ փառքը գաբագան է։ Այսինքն չար ընկերակցությունը, վատ հարաբերությունը, որ թթխմորի մը գնամանի, քո ամբողջ նկարակիրդ ինչ կնե, գաբագան է։ Գավր է։ Քո հարաբերություններդ թթխմորի նման են։ Նայր որու հետ կհարաբերիս, նայր որու հետ ժամանակ կանցնես, նայր ինչ կտիտես, նայր ինչ մտիկ կնես, ըսկուշ եղիր։ Ասոնք փոքր թթխմորներ են, որ գուկան գուկյանքիդ մեջ կմտնեն, եւ դու չես սկար, բայց անոնք աստեցություն գցիկեն։ Ուշադիր եղիր, ինչ թթխմոր կմտնե քո կյանքիդ մեջ։ Գիտեք, Հութա Հիսուսի մատնեց։ Բայց երբ որ լավ սերդենք Հութային կյանքը, վերջին անգամ չէ որ Հութան իր միտքը փոխեց։ Հութայի մեջ թթխմոր մգար, որ լուր գերբով գաշխատեր գոր, եւ հիմա մի դեսեմ ցեզի ինչ է։ Լուր գերբով գաշխատեր գոր, մինչեւ իր ամբողջ կյանքը խմորվեցավ այդ վատ թթխմորով եւ քնած իր դերը 30 արձատի ծախեց։ Գիտեք, գին մի եկավ եւ իր անուշահոտ յուը Հիսուսի ոտքերուն վրա թափեց եւ այլն, եւ ինչը սավ Հութա մեղքերը սավ այս անուշահոտը գրնային ծախել եւ տրամը աղքատներուն դալ։ Եվ Հիսուսը սա որ աղքատները ամեն անգամ ցեզի հետ են, բայց ես միշտ ցեզի հետ չեմ, բայց անդեղ ավետարանիչ կարևոր բան մը գսե։ Գսե Հութա ասիգա ըսավ, ոչ թե որովհետև ինքը գմտածեր որ կամ գհոքար որ աղքատներուն մասին, այլ որովհետև ինքը քող էր եւ այդ տրամաբարագեն, այդ իրենց կանցեն տրամ գքողնար։ Գտեսնենք Հութայի այս ըրածը թթխմոր մներ, վատ թթխմոր մներ, որ մտած էր Հութայի կյանքին մեջ, այդ տրամասիրությունը, արձատասիրությունը, մտած էր, եւ ադիգա շարունակական գներ ինքը, Հիսուս գիտեր անշուշտ, եւ ադիգա շարունակական գներ, ինքն էր պատասխանատու, մեկ իրեն հաշիվի չեր կանչեր, եւ օրը հասավ, որ ամեն բան հայտնի եղավ եւ ուզեց իր դերը 30 արձատի ծախել։
Դեսակ ուրգեգ ուկա։ Շարունակական մեղքը, շարունակական անհնազանդությունը, շարունակական վատ թթխմորը ամբողջ կյանքդ գավրե։ Ամբողջ քո նկարակիրդ կփոխե։ Անոր համար ուշադիր եղիր, որու հետ կհարաբերես։ Ուշադիր եղիր ինչ կտիդես, ուշադիր եղիր ինչ մտիկ կնես։ Որքան որ քո կյանքդ աստվածային բաժիններով լեցնես, ատքային քո խմորդ մաքուր խմոր պիտի լա։ Որքան քո կյանքդ վատ թթխմորով գլեցնես, ատքային անոնց աստեցությունը զորավոր գլա։ Եվ դու հանգարց օրը գտեսնես, որ արդեն վատ խմոր ունես եւ ամեն բան գործված է։ Եվ Աստված կուտա մեզի ամբողջ ազատությունը։ Ոչ մեկ բարդացություն կա մեր վրա։ Մենք ազատությունը ունենք այս ընդրությունները անելու։ Անոր համար ինչ կսե Աստծո խոսքը, վերին իմաստությունը խնդրեցեք, ինչու համար, որովհետեւ կարողանանք զանազանել ինչ պիտի ընտրենք, ինչ պիտի ուզենք, ինչ պիտի լա մեր ընդրությունը, ճիշտ ադոր համար։ Գուքանք եւ եզրակացության գասնենք այս երկու թեև գարջ, բայց շատ հարուստ եւ շատ խորունկ արակներուն։ Եվ այս արակներուն մեջ կտեսնենք, որ Աստված անհայտ քաղտնի գերբով կաշխատի։ Չենք գիտեր մանանեխը ինչպես կաճի։ Չենք գիտեր թթխմորը ինչպես կդարածվի։ Բայց կլան։ Չենք գիտեր Աստված ինչպես կգործե մեր կյանքի մեջ, բայց կլա։ Անոր համար պետք է վստահին գիրեմ։ Պետք է փանանք մեր հողերը, որովհետեւ Աստված ցանե իր հադիկները մեր մեջ։ Պետք է փանանք մեր խմորները եւ ասենք ով դեր տուն քու թթխմորը թափե եւ շաղե մեզի, որովհետեւ դարածվի քու բարի խոսքդ, քու բարի ներկայությունդ, քու թակավորությունդ դարածվի մեր կյանքի մեջ։ Եվ այնպես մեր կյանքը պիտի սկսի ուրիլ, Աստծո շնորհքներով ուրիլ, Աստծո բարիքներով ուրիլ, մեծնալ։ Պիտի սկսենք անուշ հոտ տալ, պիտի սկսենք համով դառնալ։ Մեր ներկայությունը համ պիտի բերե մեր շուրջը։ Մեր ներկայությունը անուշ հոտ պիտի բերե մեր շուրջը։ Եվ ասիկա թթխմորն է որ գնե, Աստծո թթխմորն է որ գնե։ Անոր համար ինչ կսե Պողոսարակյալ, վասնզի մենք Աստուծո առջև Քրիստոսին անուշ հոտնենք, թե փրկվածներուն եւ թե գործվածներուն։ Ինչպես որ հացը անուշ հոտ կբերե, այնպես էլ թող Աստծո թթխմորը անուշ հոտ բերե մեր կյանքի մեջ, ուր որ գտնվենք։ Ամեն։ Եկեք մեր սիրո նվերները Աստծո տանք։